Բարև ձեզ հարգելիներս, մենք այսօր մեր Ars podcast հաղորդաշարին հյուրընկալել ենք բոլորիս կողմից սիրված դերասան մտավորական Լևոն Հարությունյանին, բարի գալուստ մեր տաղավար, պարոն Հարությունյան, Բարև Արշան, բարի գալուստ, բարով ենք եկել, բարով տեսանք, ուրախ նոր տարի բոլորիս։ Ուրախ նոր տարի, այո, շնորհավորում ենք մեր ազգաբնակչությանը գալիք նոր տարվա կապակցությամբ ցանկանում ենք ամենալավը։ Իհարկե ոդքասթի վերջում անպայման կանրադառնանք մեր հայ ժողովրդին, իհարկե լավ տոնին, ասենք մեր սրտի ցանկությունը, բայց հիմա անցնենք նրան, ինչի համար ենք հավաքվել։ Բայց չգիտեմ ինչի համար ենք հավաքվել։ Ստես ներշտեղում մի հատ ցավ կա, որը մեր երկուսինն է, ցավ, որի անունը հայրենիք կամ հայրենիք, որը կորցնելու ճանապարհին ենք։ Մի քիչ ես թեման չբերեցի, այլ ուղղակի այդ իմ ներսի ցանկության մասին խոսացի, ես ուրական չտեղ որ գնում եմ իմ առաջի ցանկությունը էտա ոչ թե խոսել դրա մասին, այլ հասկանանք ոնց անենք, որ այդ ցավը կամ վերք դառնա, կամ սպիանա, կամ էլ երկրորդ վերքը չծնվի, չգիտեմ։ Պարոն Հարությունյան, օրինակ դուք կայացած դերասան եք, կայացած մարդ եք, հարգանքը ունեք ամենուրեք, կներեք էլի հարցից ցինիզմից, շատ ցինիկ հարց եմ տալու, բայց տալու եմ։ Ինչու չնմանվեցիք շատ այդ նույն դերասաններին, շոու բիզնեսի մարդկանց, այսօր կունենայիք շքեղ կյանք, շքեղ մեքենա երևի թե լավ կորպորատիվների զակազներ, ամբողջ հերոստա, ասենք առաջին ալիքի հյուրը կլնեիք ամենօրյա, ինչի լոյալ չեղաք, ինչն է այդ խնդիրը, էլի, ինչի դուք մտաք հենց շատ կոպիտ, շատ կոշտ ու բայց ճշմարիտ ընդդիմադիր հայացքներով, խնդրեմ։ Դրա մեջ ցինիկ չկա, դա նորմալ հարց է, ես կարծում եմ։ Պատկերացեք ամեն օր ձեր մորը վիրավոր են, թեկուզ հեռվից ոնց կվերաբերվես դրան։ Ես իմ պատասխանով չեմ ուզում ինչ-որ մեկի մնացածին վիրավորեմ, չէ, դա զուտ իմ կարծիքն է։ Ես ռուսերեն մի հատ լավ բառ կա գրաժդանին, այդ քաղաքացու զգացողությունը իմ համար շատ թանկ է, առավելևս երկրի քաղաքացու։ Ես ունեցի հնարավորություն այս երկիրը թողնել ու գնալ, փակագծերի մեջ մի քիչ լավ ապրել, ամդեղ մեկը դրսում ես գնում կինտոյավարի ես ապրում օր դատում օր ուտում ես, ու ցավը այնա որ կամաց գնում ենք դրամը, դուք շուտով քո հայրենիքում կդառնաս կինտո, օր գդատես, օր կուտես, սենց կառավարությունների դեպքում, բա ես այն ինչի մասին որ դուք ասում եք կունենամ եւ այլ, դա թանգնոց մեքենայի նման բան է, առաջի 10 օրն է դուրդ գալիս, հետո դառնում է սովորական բան, իսկ հայրենիքը երբեք սովորական չի եղել, հայրենիքը ամեն վայրկյան է թանկ, պետությունը, պետականությունը առավելևս ամեն օր ու ամեն ժամ, ես զուտ նրա համար, որ երբ որ իմ երկրի սահմանները փոխում եմ, գլուխս չկախեմ ու անձնագիրս բարձրացնելուց ինձ ճանապարհան որ անց նեղվելու անցնեմ, զուտ դրա համար, իսկ մյուսների փոխարեն ես չեմ կարող պատասխանել, ես հիշում եմ, որ տղայիս տանում էին բանակ, կար տարբերակ և ինքը ուներ իր վրա 5 հոտված, բժշկական հոտվածի մասնախոսքը, որ պիտի ազատվեր, բայց կողքին ինձ ասեցին խաղիկներ, տղաս ասեց հերս, ինչ ես այդ քայլով ուզում, քո լեզուն կարճացնես, կլինի ես գնամ ծառայեմ, այսօր փառք ասում իմ տղան ծառայումը, իր որոշմամբ, իր ցանկությամբ ու որի մեջ իմ հպարտությունն է, սիրում եմ աշխարհի բոլոր հայերին, առավելևս ամենաշատը սիրում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր զինվորներին ու կարամ հիմա ասեմ իմ զինվորներ, հայոց բանակի զինվորներ, սպաներ, գեներալներ, մի խոսքով այդ դիրքերում կանգնած յուրաքանչյուրի համար եմ խոնարհվում, մաղթում եմ գալիք նոր տարին բոլորիդ համար լինի խաղաղության տարի ու ամենակարևորը
յուրաքանչյուր զինվոր վերադառնա իր օջախ, ու օջախից հետո հասկանա, որ իշ լավ բան է հայրենիքը։ Խոսքով, շնորհավոր ենք մեր հայոց բանակի ու զինվորների նոր տարին ամանոտ։ Հա, պարոն Հարությունյան, տեսեք, շատ կուզենայի իմանալ, եթե գաղտնի չէի արգեն նույնպես, այ որ պահից դուք զգացիք, որ չէ, ախպեր, այս մարդիկ վարույթ են տալիս, հողս հայրենիքս ծախում են, հայրենիքս կործանում են, լստոպ էլ է, այս իրավունք չունեմ լռելու։ Ինչ որ հայրենիքն եք դուք ծախում եսում հայրենիքն, այդ որ պահից եղավ, ինչ արեցին իրանք, այդ կոնկրետ հիշում եք, որ երկրորդ օրը հերակասի կարա, դե սպանեք թողի, գալը սպասեք։ Իմ մոտ միշտ ամբողջ տեսակը եղել է դեռ Քոչարյանի ժամանակ, Սերժ Սարգսյանի ժամանակ։ Ես նույնիսկ Սերժի օրոք եմ խոսացել ու այն ժամանակ չեմ հիշում, որ հաղորդումներս ասեցի, որ պիտի լինի հեղափոխություն մենակ առանց զոհերի, ու երբ որ եկան այս հորինված կուսակցությունը ԿՊ-ն, մտածեցին ոնց սենց եղավ ու առանց զոհերի, բայց Երբ ասա զոհերը հասկացաք, որ էսի ոչ թե էսի պլան էր, էսի ես չգիտեմ երբ եմ հասկացել, բայց երբ որ մեր հարգարժան հորինված վարչապետը որ եկավ, ես ընդհանրապես մի առաջի ելույթից հետո որ արդեն ես հասկացա, որ մենք մեր բանը բուրտալնելով սկզբից եք դուք դա ամեն այո, ես իմ ինտուիցիայով իմ բանով Պարոն Հարությունյան, եղել է ձեզ առաջարկ իրենց հետ աշխատելու։ վաճառվելու։ Ու դա, ասկրուբի ասած վաճառվելու։ Իրանք գիտեն երևի իմ տեսակը դժվար ինձ մոտենային դες բան առաջարկեին։ Իսկ հանդիպում եղել է իրանց հետ։ Ասենք խոսացել եք այդ թեմայով չենք խոսացել, բայց իրանց կուսակցության շատ մարդկանց հետ հանդիպել եմ ու երբեք մեր մոտ այդ խոսակցությունը չի եղել, շատ մարդավարի հանդիպել, բարև բարելույս։ Ոչ ինքնային ցավացել, ոչ էլ ես, բայց հասկանալի։ Պարոն Հարությունյան, ինչ է կատարվում մեր ժողովրդի մեջ, գլխի մեջ, ինչ է կատարվում, ինչ պետքա դեռ լինի, արդյոք հին իշխանությունների մեղավորությունը սրանում կատե ոչ, որ մարդիկ ենթագիտակցաբար հիշելով անցյալ բանը, բայց նաև չեն պատկերացնում, որ անգամ ունենալով անցյալի այդ կլանային կառավարումը, դա այն չի, ինչ որ հիմա է։ Հիմա միգուցե շղարշի վրա, ասենք, չգիտեմ ինչա ասֆալտ են փռում, ես ինչ են անում, բայց իրականում թուրքական օրակարգ են բերում ու մեր ժողովրդի մի փոքր մաս ասեմ, միջին մաս ասեմ, ընդունում է այդ օրակարգը։ Տեսեք, մեծ խնդրը գալիս է դեռ վաղուց, երբ որ 92-93 թվերին տարած մեր հաղթանակից հետո այդ հաղթանակի տերերը սխալ ընտրությամբ բերեցինք։ Ես գիտեմ, երբևիցե մեզ sense շանս կունենանք հայրենիքը հայրենիք դարձնելու ու պետություն դարձնելու ավելի պինդ պետության մասին է խոսքը, պետությունը միջևում այլ կա 30 տարի մեզ շանս էր տրված, հնարավորություն էր տրված ու հանկարծ այդ մենք չօգտագործեցինք, մեր փոխարեն օգտագործեց այդ հորինված պետությունը, ես չեմ ուզում այդ պետության անունը տամ, որտեղ ինքը իմ համար հորինված մատից ծածած պետությունը։ Իհարկե այստեղ բոլորիս մեղքն էլ կա, եւ առաջինը, եւ երկրորդը, եւ երրորդը, եւ առավելևս չորրորդը։ 5 թիվը շատ եմ սիրում։ Ես 5-րդի վրա վստահ եմ, որտեղ ես միշտ ասել եմ, որ ես երկրի տերը պիտի տղա լինի։ Հիմիկվա հորինված կառավարությունը նեղվում այդ բառից, երբ որ ասում եմ որց, ու պիտի լիդեր ունենանք։ Լիդեր, որի շնորհիվ կվերականգնենք մեր կորցրած, կոտրված ու ջարդած հավատքը։ Ու ես գիտեմ, որ 5-րդ մարդը, որը պիտի գա, կարող է աշխարհը իր դեմ դուրս գա, բայց երբ որ նայում ես դիմացդ նորմալ ուղղով մարդը, աշխարհն էլ է մտածելու առիթ տալիս։ Հիմա մենք կգանք 5-րդ դիզերի ձեր նախընտրած տեխնազոյի, Հասկացա։ բայց մարդկանց ուղեղի մեջ ինչ տեղի ունեցավ, այս սենց փոխել են կառավարությունները։
Առաջինից Բայց սկսած թուրքին սիրելը դուք երբևիցե տեսել եք Թուրքին սիրելը գովազդեց այս հորինված կառավարությունը։ ու սիրեցին։ Սիրում են ու տրվում են։ Ասում են ինչ կապ ունի, այս ինչ բենզին եմ լցնում։ Գիտես ոնց է, ասում են, որ հիշում եք մեր հորինված վարչապետի ավտոբուսի թեզը, որ ասում էր, հա։ Այդ ավտոբուսը գնացել է, մեր վարչապետը ղեկին նստած է եղել, ով բարձրացել ասել առաջացեք, սենց այս կուսակցությունը առաջացավ։ Իրանք սենց առաջացած ծնված չեն, իրանք հորինված ու առաջացած կառավարություն։ Մեր հարևանները, որ այսօր այս կառավարության շնորհիվ մեր ազգի կեսը սիրում այդ ազգին, իրանք էլ են հորինված։ Իրանք երբեք ոչ պատմություն, ես որ իրանք ուզում են մեր պատմությունն ու կողքից ուրիշներին գողանան ու սարքեն պետություն, իրանք հորինված մատից ծծած պետությունը։ Իսկ այս պետությունը երկար կյանք չի կարող ունենալ։ Այն պետությունը, որը չունի հիմք, այս հիմքեր ունեցող պետությանը թեկուզ աշխարհի կոկորդին ենք մենք այսօր ոսկոր։ Իրոք մենք աշխարհի կոկորդին ոսկոր ենք ու աշխարհն անգած մեր հետևից։ Մենք ստոպ կլինի այն ժամանակ, երբ որ երկրին տերը լինի ղեկավար ու ուղեղ ունեցող, ճիշտ անալիզ անող ու կարող եւ կոմպրոմիսի գնա ինչ որ բաներով, բայց ոչ թե ի վնաս այս ազգին, այլ իշա այս ազգին, որովհետեւ աշխարհը լինի լավ, որ աշխարհն էլ մենք էլ աշխարհի հետ լավն ենք, շանս ունենք, իհարկե։ Մենք շանս ունենք էնել ոնց։ Կարող է դուք ինչ որ տեղի մեջ չհամաձայնեք, բայց ես իմ ինտուիցիային վստահում եմ, ես հավատում եմ։ Մեզ հիմա ամենաառաջի քայլը ինչ պիտի լինի, որ այս երիտասարդներին, որի անունն է կառավարություն, այն օրը Պետրոսի բեսեդկում հմեկում, ես դրան անունը դրել եմ Պետրոսի բեսեդկեն, մուտքը զույգերով են էլ ԿՊ-ականներով։ Պետրոսի բեսեդկում մեր Արարատ Միրզոյանն էր, ու ինքը ասում է, սրանք որ չունեն քաղաքական պատմություն, որ ֆրանսի նայում են որ չունեն, դեր երիտասարդներ, նայում ես ու դու խոսում ես այսօր ճանապարհ անցած բանից, քաղաքականությունից, դուք որ եկաք հիշում եք, ես երևի ամեն մեկի գրպանում մի հատ այնց փոքրիկ սոսկա կար։ Մի խոսքով այս երիտասարդներին, որոնք չունեն պատմություն, ուզում են ստեղծել պատմություն, բայց այդ պատմությունը մենք ինչքան շուտ զսպենք այս պատմությունը, այնքան իրանք են փրկվելու, ոչ թե մենք։ Գոնե կտանք հնարավորություն իրանք իրաց արածը կողքից նայեն, դրա համար իրանց մի հատ լավ երկար ստոպ է պետք։ Այսինքն կարող է գա մի պահ, որ արդեն ժողովուրդը ոչ մի լիդերի չլսի, դա ամեն ինչ ավիրի։ Իհարկե Աստված չանի դա հասնի դրան։ Չեմ կարծում մեր։ Չէ, իհարկե դա հնարավոր է, բայց ես չեմ ուզենա հասնենք դրան։ Իհարկե չպետք չի թույլ տալ, դրա համար ասում են ժամանակին ստոպ անել է։ Ամեն դեպքում տալ ջարդելուց հետո կլինեն էլի զոհեր, իսկ այսօր ամեն մի հոգի հայը հատը չէ։ Այսօր հայը հատ չի, այսօր հայը հոգի է։ Օրինակ սրանք ազգին հատով են հաշվում։ Ամեն մի հոգու մենք չինացի չենք, որ մեր վրա չերևա։ Այսօր ամեն մի հոգի հայն էլ մեր վրա հաշվարկ է։ Կապ չունի դա ԿՊ-ական է, թե նորմալ հայ է։ Կամ ԿՊ-ի կողմնակիցները, թե ինքը հայ է։ Յուրաքանչյուր մասը էլ սխալվում է, գնում է ուրիշ կողմ։ Լավ լիդերի դեպքում իրանք կամաց հետ կգան։ Իրանք իրանց արածն կհասկանան, իրանք կհասկանան, որ աշխարհում ամենազիլ բանը ներողություն խնդրելն է, դա ուժեղ մարդու բնավորությունն է։ Ու ես հավատում եմ իմ ազգին, իմ ժողովրդին, այն նույնիսկ այն շեղվածներին, որոնք այսօր հավատում են մի մարդու, որը չգիտի հայրենիքի կինը, որը ուզում է կուչ գա ուրիշի թևի տակ, այդ մարդկանց հետ կբերենք ոչինչ։ Պարոն Հարությունյան, ես այս վերջերս նկատեցի Ալեն Սիմոնյանի հետ ձեր բանավեճը։ Եթե կուզենաք Ես չեմ ուզենա այդ մարդու մասին խոսել։ Չէ, ուրիշ հարց եմ տալու, փոքրի մեծի մասին չի խոսքը։ Եթե վաղը Ալեն Սիմոնյանը ի վերջո հասկանա, որ ստեղ գոյություն ունի մի մարդ, եթե ամեն ձեր զաստուգանը կողքի դնենք, գոնե տարիքով մեծ ու ներողություն խնդրի ձեզանից, դուք իրան ներողությունը կընդունեք։ Քանի որ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, եթե մարդը եկել է բանի, բայց ամեն դեպքում ես իրան կներեմ միայն մի բանի պատճառով, որ ես իր մորը մի ժամանակ ասում էի մամ ջան, որտեղ համարում էի իմ ընկերոջ մայրն է եւ այլ։ Բայց դա երբ որ ինքը վերցրեց շահարկեց, չգիտեմ,
իրան մոր խաթեր իրան կներեմ, սենց ասեն, որտեղ մայրը լավ մարդ է, ինչքան էլ ինքն էլ խաղաց մոր անվան հետ, բայց այդ կինը հրաշքին է, սա իմ անձնական կարծիքն է։ Շատ լավ, չեմ մտնել այդ անձնականի մեջ, դուք արդեն եթե կուզենաք իրար հետ արդեն այդ բանավեճի մեջ կմտնեք, Ես չեմ ուզենա նման մարդու հետ բանավեճի մեջ մտնեմ։ Շատ լավ, գնանք առաջ, տեսեք, քաղաքական դաշտ անեդվել մի հասկացողություն, այ եթե մեզ չընտրեք կլինի պատերազմ, եթե մեզ եք ընտրում կլինի խաղաղություն։ Արդյոք դա իրական խաղաղության ճանապարհն է, որն որ իրանք տանում են, ինչու են ուզում էժան այդքան ծախեն մեր մայրերի, հայրերի, ովքեր ունեն զինվորներ, թե հիմա, թե ապագայում, իրենց վրա ծախեն, որ այ տեսեք մեկ ձեր բալիգի, ասենք անվտանգության համար ենք այս ամեն ինչն անում, բանակցում, զիջումներ անում կամ սահմանազատում եւ այլն։ Ինչպես պետք է մենք դեմն առնենք դրան։ Այսօք պատերազմին պատրաստ ազգը չի որ չի ունենա պատերազմ։ Արդյոք նվաստացած չոքեչոք գնացող, ասենք բանակցությունների դեպքում 100% կունենաս պատերազմ։ Իհարկե։ Սա յուրաքանչյուր քայլը տանում է մեր հաջորդ պատերազմին։ Ինչ պետք է անենք դրա դեմ։ Ոնց պետք է այդ հակակարողությունը տանենք մենք, որ հակակարողությունը պետք չի տանել։ Իրանք իրան ձեռով հակակարողությունը տանում են։ Պիտի պատրաստ լինենք հաջորդ պատերազմին, որի հետևում կանգնած ամենամեծ հաղթանակը։ Ոնց։ Կա մարդ, որ ասել է ոնց։ Հա, բայց այդ մարդը չունի լծակներ, այսօր իրանք են ղեկավարում։ Այսօր իրանք են ղեկավարում, պետությունը, բանակը, իրանք են որոշում ինչ ֆորմա ակնի, ինչ զենք գնվի, շատ կնեք զենքը գնվում է միլիոնավոր դոլարները, որը չունի կրակելու ինչ որ միջոց։ Աբսուրդի մասնավ բան, ցենորը ԿՊԱ-կան դրոնիկներից մեկը առաջարկում էր բոլոր բլոգերներին կան ստորագրեն հատուկ թուղթ։ Հա։ Ու ովքեր գնան բաներ այդ իրանց Ես ով եմ որ գնամ Մեդինայի մասնագետներին տարեք նայեք։ Հələ ինձ տարան ցույց տվեցին, հետո կարող է բանը գա, պարոն Պապիկյանը ներկա լինի դրան։ Բլոգերներին տանում են որ նկարեն ինչ զենքեր են արել, բայց ժողովրդին դավերա չեն անում, չեն վստահում։ Ու տանելու են այդ բլոգերները նկարեն գցեն սայթ ու այդ հորինված պետության ժողովուրդը տենան ասեն, հա, բայց ծախվելը ոնց է լինի, բայց ծախելը ոնց է։ Դա երկրի այդ կառավարող երկրի կուսակցության անդամի մշլենիա կամ մոտեցումը, որ ինքը դες բան առաջարկում։ Հա, բայց ուտակը գրած այսքան հնարավոր է տարածեք։ Այսինքն նայեք, այսօր իրանք ուզում են նոր սերնդին, այսինքն երիտասարդ սերնդին բերեն իրանց կողմ։ Արդեն սկսել են այդ ճանապարհը։ Արդեն սկսել են հատ առ հատ այս նոր վաղվա մեր ընտրողներին, նոր սերնդի ներկայացուցիչներին կամաց տանել իրանց կողմ։ Դեռ մատ խաշեն, նրանց գնելը առնելը հեշտ է։ Ու ես հիմա մեկ անգամ ամեն անգամ ես խոսքս ուղղում եմ մեր երիտասարդներին, մեր վաղվա օրվա բալեք ընկերներ, մերձավորներ, իմ վաղվա ու այսօրվա ընկերներ, խնդրում եմ ծախվեք։ Մի անգամ ծախվեցիք, դա դառնում է բնավորություն։ Հիշի յուրաքանչյուր մեկից ով որ մեկը ծախվեց, դա թուլացնում է մեզ։ Ես կարծում եմ նոր սերնդի ղեկավարը չի կարա մեր այսօրվա ղեկավարը լինի։ Այսօր ես ամենական ձեզանից ներողություն եմ խնդրում մի բան եմ արում, մենք ձեզ քիչ բան ենք թողել։ Առավելևս այս ղեկավարության դեպքում դուք վաղը այսօր էլ ոչ մի բան չեք ունենա, առավելևս հայրենիք։ Այնպես որ ձեր ծախվելու դեպքում դուք տեր եք կանգնում ձեր ու մեր վաղվա հայրենիքի։ Ես սա զուտ իմ խնդրանքն է։ Երբ որ կլսեք ԿՊ այս երկու տարերը միանգամից այն ժիլեզնի վարագույրի իջացրեք ու շատ սառը նայեք աչքերին։ Նույնիսկ այդ պահին ես կուզենամ ձեր լսողությունը կորի, որովհետև իրանք ձեզ ոչ մի նոր բան չեն ասի, առավելևս միակ բանը որ կարող են ասել, իրանց առաջարկությունը լինելու հետևելա ծախվեք մեզ։ Պարոն Հարությունյան, տեսեք դուք ասում եք մատերիալի ծախվելու մասին, բայց ես կուզենամ ավելացնեմ, անկախ լռությունը դա ծախվելու մի նշան է։ Հիմա դուք ինձ ասեք, այդ մարտիկ, այս մեծ մասաները, այս թող ինձ ներեն որ մասայի մասում ուրիշ բառ չեմ գտնում։ Այդ ոնց շատ խելոք այդ 30-40 հազար զոհը մոռացան, որ Արցախը մեր հայրենիքն է մոռացան, որ Արցախցին այդ նույն մեր քուրն ու եղբայրն է, տնահան է եղել, պետք է իրան չասես, դու ես մեղավոր, դու ծախվեցիր, դու Թուրքի հետ ես ինչ, այդ ինչ եղավ, պարոն Հարությունյան, ինչի մենք դարանք այսքան կեղտոտը, ինչ ենք մենք այսքան վադը։
Այն ինչի մասին որ խոսում եք, ես համոզված եմ որ դա ինձ ու ձեզ ու լիքը մարդկանց չի վերաբերվում, մենք Իհարկե։ չենք մոռացել։ Ընդհանուր երբ էր ես ԿՊ-ի քեֆը երբ էր։ Մի քանի օր առաջ։ Տեսա՞ր ինչ գիշատիչների խնջույք էր տեղի ունենում։ Ну, ես Դե գիտեք, դու պատկերացնես մի հատ զոհված զինվորի մայրերն էր, դրանք ոնց բայց զոհված զինվորի մայրերը Աննա Հակոբյանի հետ պարում էին մի 2 տարի առաջ։ Լավ, դա այդ 2 տարի առաջ էր։ Ես տեսար այդ գիշատիչների խնջույքը, այդ ոնց էին տժում։ Ու սա մեր կառավարությունն է։ Ես դրա համար արդեն օր առ օր հավատում եմ, որ չեմ ուզում իմ ժամանակը ծախսեմ սրանց վրա։ Լավ, ժողովուրդը ինչ է։ Ժողովուրդն էլ դա մի օր կհասկանա, ես կարծում եմ շուտով դա կհասկանա ու փետրվարից մինչև հունիսի 1-ը արդեն ինքը պատրաստ կլինի հունիսի 7-ին կայացնի ճիշտ որոշումը, ճիշտ ընտրությունը ու ամեն հայ պիտի տեր կանգնի իր ձայնին ու ամեն հայ անպայման պիտի գնա ընտրության ամեն մեկը, որովհետև մեր մեջ մտցրել են ամեն ինչ որոշված է։ ամեն ինչ որ դա այդպես չի։ Հիշեք, որոշողը մենք ենք։ Մենք ամեն մեկս։ Հունիսի 7-ին է, չէ՞, ընտրությունները։ Այո։ Հունիսի 7-ին մեկ մարդու նման գնացեք, մի ընտրեք, բայց ձեր անուն ազգանունին, որը վերջանում է յանով, տեր կանգնեք։ Վերցրեք, քվեաթերթիկը ճղեք, ձեր անվան դեմը դրեք։ Եթե չունեք մարդ, որին կուզենաք ընտրեք, չունեք ոչ մեկին, բայց գնացեք տեր կանգնեք ձեր ձայնին։ Կարելի է ասել, որ ամեն մեկի ձայնը կարա որոշիչ լինի։ Առանց որևիցե չափազանցության։ Այո, եւ որ օրը դուք հասկացաք, որ ձեր ձենը արժեք ունի ու որոշիչ է, դուք հաստատ այդ օրվանից սկսած շահացեք ու խնդրում եմ հունիսի 7-ին անպայման այդ ամեն ինչը հաշվի առեք։ Հիշեք, որ յուրաքանչյուրի ձայնը, ամեն մի հոգու ձայնը, դա փոխում է մթնոլորտ, եղանակ ու կարող է յուրաքանչյուրի մեկ ձայնը վաղը միսօր մեր նոր լավ կյանքի սկիզբ լինի, որին ես հավատում եմ, առավելևս շուտով դուք էլ կհավատաք։ Շատ լավ, պարոն Հարությունյան, գանք արդեն ձեր նախընտրելի տեխնազոյի մասին մի քիչ խոսենք։ Ես դրա մասին բարձրաձայնել եմ, այո, ես կարակ ասեք ով է։ Այո, ես բարձրաձայնել եմ, շատ տեղեր ասել եմ, որ կա մարդ, որին ես գտնում եմ, որ իմ վաղվա օրվան տեր է լինելու, ոչ միայն իմ, այլ նաև շատ-շատերին։ Դա Քոչարի կուսակցության հիմնադիր ղեկավար Արտակ Սարգսյանն է, որին ես վստահում եմ։ Ես մի անգամ ասացի պարոն Սարգսյան կուսակցություն, ասես խես մտնում կուսակցություն։ Ես հասկացա ինքը մարդը ճիշտ խորհուրդ է, ասեցի դա պատասխանատվություն է։ Ես գիտեմ որ դու պատասխանատու ես, բայց արի մի մտիկ, ես հասկացա որ ես կուսակցություն չեմ մտնի։ Չեմ մտնի կուսակցություն ու ես մի անգամ եմ ասել ես չեմ գնում այդ մարդու հետևից որ վաղը լավ ապրեմ։ Ես կարամ այդ մարդու կողքին նույնիսկ սոված լինեմ, որովհետև ես հավատացած եմ որ ինքը կսարքի մի երկիր, որտեղ ես երբեք սոված չեմ լինի։ Եթե գնում ենք փորի մասին եք խոսում։ Ասեք բան եք ասում։ Կներեք, կարաք նշեք 3 հանգամանք, որոնք, ասենց ասած, գետնի վրա ապացուցվել է Արտակ Սարգսյանի կողմից, որ դուք եք համոզվել եք, որ սա այդ մարդն է ու վсё։ Ասեմ ինչու նախնդիրը, ինչու համար եմ ես դա ասում։ Սրանից մի 6 ամիս առաջ ես ձեր ելույթը տեսա ազգային օպերայի բակում, երբ որ դուք կոչ եք անում Արայանին միանալու համար։ Այ ուզում եմ հասկանամ։ Ես կոչ չեմ արել, ես ուղղակի խոսել եմ, ես դեմից չխոսեցի։ Դե ընդհանուր ձեր խոսքը դա արդեն իսկ կոչ է։ Երբ որ դուք ասում եք, այս ինչ մարդը, ես որպես ձեզ հարգող մարդ, որպես ինտելիգենտ մարդ, ձեզ հարգելով, ասում եմ, այս մարդը մի բան գիտի։ Ինքը հենց այնպես մարդկանց անուններ չի տա։ Ես ուզում եմ հասկանամ այդ մի բան գիտենալը, ո՞րն է, ցավը տանեմ։ Այդ ո՞րն է, որ ես պիտի գնամ Արտակ Սարգսյանին հավատալով քեզ, որովհետև ժամանակ չունեմ Արտակ Սարգսյանին ամբողջովին ինքը Կենիայում է եղել։ Այ ի՞նչն է, ո՞րն է այդ գրավականը, ինչու ցերնելով խոսքերը։ Եկեք ես այդ մարդու փոխարեն չասեմ այն 3-ը, ես իմ մեջ գիտեմ որ 3-ն է։ Դուք դրա մասին անպայման կիմանաք, կգա ժամանակ, որ այդ նույն հարցերը կտակ Արտակ Սարգսյանին։ Տվել եմ։ Պատասխանել է, այս ոչ լիովին։ Բայց ինքը իր պատասխանը ինձ համար ինքը կուսակցական լիդերը, parza ինքը իշխանության պայքարող է, ինքը կարա նաև ինձ խափի։
Այդ դուք չեք խափի, որովհետեւ չէ, տեսեք, մարդը չի խափի։ Ես ընդհանուր եմ ասում, Արտակ Սարգսյանի անձը չվերցնելով։ Քաղաքականության մեջ խափեությունը այնքան շատ է, որ զուտ ճիշտը զդելով, հանելով շատ դժվար գործ է։ Մի շատ կարևոր բան ասացիք։ Առաջինը որ կարամ ասեմ, այս մարդը Արտակ Սարգսյանը Քոչարի կուսակցության նախագահան ինքը խափող չի։ 1 Այն երկուսն կամած կասեմ, որ ընդհանրապես ինձ 3 բան չէ, պահանջում, խնդրում եմ։ Առանց խնդրելու մենք կարանք միմյանց հանդեպ միմյանց պահանջենք։ Արտակ Սարգսյանը խափող տեսակ չի։ Արտակ Սարգսյանը նույնիսկ այս նոր բռնացիրա ճանապարհի մեջ այնքան անկեղծ է։ Ինքը յուրաքանչյուր հարցում երբ որ կիսում, ինքը կիսում է շատ անկեղծ։ Որտեղից է եկե, ինչ արե, ու ինքը ունի լիքը բաների պատասխան, ոչ թե լոգիկայից դուրս, այլ լոգիկայի մեջ։ Ու համոզված եմ երևի փետրվարին կսկսվի իր նախընտրական արշավ, նա երևի այդ բառը չի սիրում, չգիտեմ, արշավ չի։ Չեմ սիրում, ինձ թվում է նախընտրական արշավ, ո՞ւմ վրա եք արշավում, արա։ Նախընտրական գործողություններ, չգիտեմ։ Այդ ժամանակ ինքը ամեն ինչ կասի, այդ ժամանակ Արտակ Սարգսյանը ինքը կմատուցի իր ծրագիրը ու ես համոզված եմ, որ ժողովրդը այնքան հասանելու ճիշտ կմատուցի, որ ժողովրդի համար դա հասկանալի կլինի, պարզ ու սենց բաց սկուտեղի վրա, սենց են, որ մի հատ նոր էջ է, որ Այսինքն մենք չենք ունենա 18 թվի սցենար, եթե ադում ենք, ոչ թե մենք ընդդեմ կլնենք, ինչ որ այլ հանուն կլնենք, հա, դա ճիշտ ձև է։ Արտակ Սարգսյանը շատ լավ գիտի ինչ բան է եկեղեցին, շատ լավ գիտի ինչ բան է Աստված, առավելևս ինքը շատ լավ գիտի ինչ բան է առաքելական եկեղեցին։ Ինքը իմ համար ամենազիլ հետևորդն է, ու ինքը գիտի որ այդ ամեն ինչը իր մեջ անելով հանդերձ ինքը խափող տեսակ չի։ Մեկ էլ մի անգամից Արտակ Սարգսյանից ժամանակավոր անցում անեմ մեր Մոնթեին, հիշում ես։ Իհարկե։ Ասես երբ որ Արցախը կորցնենք, մենք դերցնենք մեր պատմության վերջի էջը։ Չէ, մենք մի հատ լավ ուժեղ էջել ունենք։ Ոչ թե ես ասում եմ Մոնթեն սխալվել է, չէ, Մոնթեի այս խոսքերի մեջ ճշմարտություն կար։ Բայց բանից պարզվեց դրա տակ մի հատ էլ էջ կա, շատ մաքուր էջ։ Առաքելական եկեղեցի։ Այսօր աշխարհը ընկած է այդ եկեղեցին վերացնելու հետևից։ Ու դրա լավագույն, հա՞։ Ինչու։ Ինչն է իրանց խանգարում։ Ինչ կա այդ առաքելական եկեղեցու մեջ այդպես ամոր որ սաղի կողորտին կանած է, ինչն է։ Որտեւ առաջիններից մեկը մենք ենք եղել։ Ոչ թե առաջիններից մեկը, այլ առաջինը հենց։ Դե նավսյակի մեկին էլ տեղ տանք էս կյանքում։ Ինչն է դա։ Կոդ են փոխում մեր մեջ։ Ուզում են մոլորեսնեն։ Որ մենք 1900 թվականի պետություն ենք, շատ փոքր պատմություն ունենք։ Անհատականություններն ու հոգիները, մի հոգիները, որոնք ծորված են ամբողջ աշխարհով, այսօր աշխարհի մակարդակով բան են եղանակ են ստեղծում։ Անհատներով գալիս ես որտե մտնում ես հայ մի քիչ սա այնքան է բանաշահարկե որ մի տեսակ զզվելի է դառը բայց դա ամենալավ օրինակներից մեկն է Կարանք ասենք պարոն Հարությունյան որ մեր եկեղեցին ավելի շատ մեծ գործեր անում քան մեր դեսպանատները եկեղեցին միայն կառույցն է որ աշխարհում յուրաքանչյուր երկրում ունի իր ներկայացությունը ու մեր հայ համայնքը համախմբվում էր միշտ խնդիրների ժամանակ եկեղեցու շուրջ ու դա ուզում են իրանք փլուզեն Այդ է որ մենք ամենափիս ժամանակ հավաքվում ենք միակ տեղն որ վերջին բանն այդ հույսն է մենք միշտ հավաքվում ենք այդ տեղում ու սկսում ենք այդ տեղից հիմա այդ էջը մաքուր է այս աշխարհն ու այս մեծ ճյուղներ ուզում են այդ էջն էլ շուրտան բայց այնքան համոզված եմ որ իմ հայ ազգը այդ էջը կսկսի մի մատ լուսանցքից ոնց են ասում դպրոցից մի մատ խորքից ու կգրենք մեր նոր պատմությունը ոչ միայն առաքելական եկեղեցու ունի պատմություն այդ պատմությունը երբեք ոչ ոք դրժել չի կարող որովհետև այդ պատմությունը այնքան պինդ ֆունդամենտի վրա է այլ կսկսենք մեր հայոց Հայաստանի Հանրապետության հին ու նոր պատմություն սրանք ուզում են հին էջնջին իրաց պատմությունն են ուզում գրել դա չի ստացվի մեր նոր պատմության որտեղ չես մոռանում քո անցյալը չես մոռանում քո անցած ճանապարհը ու ես համոզված եմ որ այդ նոր պատմության մեջ
որի մասին ես վերջերս միշտ խոսում եմ, կա մի հատ ուրիշ հպարտություն, որին կարանք հանգիստ փոխածենք սերունդներին, ու սերունդները ուրիշ մի հատ ուրիշ հպարտությամբ պետք տանեն առաջ, որտեվ իրանք միշտ գոռալու են, որ ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Իսկ սրանք այս ամեն ինչ ուզում են կոտրեն ջարդեն։ Շատ լավ, մի փոքր փոխենք թեմայի ուղղությունը։ Ես ուզում եմ հասկանամ ինչա ձեր համար պետություն։ Պետությունը ինչի համար ընդհանրապես ստեղծվում։ Արդյոք պետությունը չի ստեղծվում մի էթնիկ գրուպի կողմից, ասենք հայերիս կողմից, որովհետեւ այդ պետությունը մեզ տիրություն անի, օրինական ինչ որ բան տա, մեր աշխարհում գտնվելու համար, օրինական դեմք տա մեզ, դրոշ տա, գերբ տա, որովհետեւ մենք դրա շուրջ համախմբվենք, մեր հարցերը լուծենք, բայց այսօր մենք ունենք պետություն 30 տարի, երբ որ դա մեր ռեկետն է դարել, մեր շնչին նստածն է դարել, ոչ թե մեզ օգնում է, մենք ենք օգնում պետությունը կայանա, բայց հակառակ պետք է լինի։ Ես պետություն բառը մի անգամից փոխեմ հայրենիք։ Չէ, հայրենիքը մի քիչ ուրիշ բան է իմ համար։ Ես հայրենիքը դառնում է պետություն այն ժամանակ, երբ որ իրանից չեն գողանում։ Հիմա առայժմ մենակ թողել ենք հայրենիք։ Պետության մաման լացացրել են, կներեք մամա բառի համար։ Լացացրեցին առաջինով, երկրորդով, երրորդով, չորրորդով, գրբելով, կթելով, որ պետությունը ամեն օր փոքր երեխուն անում կուրս կա տալիս, սրանք սաղ այդ տված կաթը ուրացան։ Արա մորդ կաթը ոնց կարաս ուրանաս։ Ես այդ պետության մասին եմ ասում, ես կարամ պետությունը ձևակերպեմ շատ տենց սիրուն բառերով, որը իմ ժողովրդի համար անհասկանալի կլինի, չէ։ Հայրենիքն է, որ ուժեղ լիդեր, տղամարդ լիդեր ունենալու դեպքում այդ թանկ բանը դառնում է պետություն, իսկ պետություն բառը կարող անես արդեն աշխարհին մատուցել։ Օրինակ երկրներ կան, որ հայրենիք բառը ուրիշ կերպ է թարգմանվում։ Հայրենիք, կարոտ, բառեր կան, որ ուրիշ լեզուներով շատ թեթև է թարգմանվում։ Այս հայրենիքը պետք է դարձնես պետություն, որ կարողանաս աշխարհի մակարդակով խոսես։ Երբ որ հայրենիքդ գրկած գնում ես ու նստանք նայում են հայրենիքը թույլ է, քեզ պետության տեղ չեն դնում։ Դե, դրա վառ օրինակը կներեք, ես վերջերս տեղի ունեցավ, երբ որ Եվրոմիությունից հայտարարություն արեցին, որ մենք բանակցում ենք Ամերիկայի եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ճանապարհի հարցով, այսինքն մեր տերիտորիայով ճանապարհը Հայաստանը չկա, որովհետեւ չկա պետություն։ Պետության գլխին մարդ չկա, հասկացա։ Լավ, մի քիչ գանք ձեր պրոֆեսիային, էլի։ Օրինակ կա մի հատ ինչ որ հայ կերպարի, մեր հայ հերոսներից ինչ որ մեկի կերպար, որ դուք միշտ երազել եք այդ դերը խաղաք ու կուզենայիք, որ անպայման ձեզ առաջարկ գլներ այդ դերի մեջ ինչ որ ֆիլմ անեն։ Կա ինչ որ մի ազգային հերոս, որին բնավորությամբ դուք ձեզ շատ հոգեհարազատ եք տեսնում ու նմանագում եք, որ ձեր բնավորությունը նույնն է։ Տեսեք, ես երբեք իմ մասնագիտության մեջ երազանք չեմ ունեցել ու չեմ երազել ինչ որ մի բան խաղամ։ Յուրաքանչյուր ինձ առաջարկված դեր իմ համար շատ թանկ ա եղել ու ես դրա անունը դրել եմ երազանքի իրականացում, որտեղ ես շատ դժվար եմ եկել իմ մասնագիտության։ Ես չունեմ թատերական կրթություն։ Ես իցենեի ոտը կարճ եղել, ինձ 4 տարի չեն ընդունել։ Ես էլ իմ ճանապարհն ունեմ անցած դեպի այս մասնագիտությունը, ինչ որտեղ խուրդվելով, ինչ որպես ծախվելով, բայց ամենակարևորը այս մասնագիտության մեջ մաքուր մնալով ու անկեղծ լինելով թե իմ սխալների մեջ, թե իմ հաղթանակների մեջ։ Առաջինը ես ինքս ինձ չեմ ուզեցել խաբել։ Առաջինը ես այնքան ուժեղ եմ, որ կարողացել եմ իմ մինուսների մասին ես ինքս բարձրացնել։ Ու երկրորդ այսօր հերոս մարդու խաղալ մի քիչ ես դժվար անում եմ, բայց շատ կուզենայի, որ մի հատ տենց մեկի անունը տվեք։ Անուն չեմ կարող տալ։ Ես օրինակ ձեզ կերպարը ունեմ ես ներկա, ես կարող եմ ասում են Անդրանիկին ես։ Այ ապրես ձերքը դուր։ Ես մտածել եմ ոչ թե կերպարը sense դեմքով նմանություն, ձեր բնավորությունը Անդրանիկի բնավորությունը շատ եմ ես նմանացնում։ Ես չգիտեմ, եթե Աստված կամենա, որ ես այդ ունին արժանանամ, տա Աստված ես կուզենամ այդ լինի։ Ու ամենակարևորը հիմա մենք մի հատ ուրիշ խնդիր ունենք։ Եղբայրս, մերձավորս, ընկերս Լեննագանցից, Գյումրեցից ես էլ եմ այդ կողմից, մեր հողի ջրի մարդ ենք։
Ես կուզենամ, որ վաղը կարողանանք մեր հերոսներին ճիշտ մատուցենք նոր սերունդներին։ Գիտես ինչքան հերոսներ ունենք, որ սրանք կոտորելով գալիս են։ Այսօր նույնիսկ մենք մեր հերոսներին չենք կարողանում ճիշտ մատուցենք։ Ես այն օրն էլ ասեցի, այսօր որ բարձրանում ենք վերև, եռաբլուր մինչև այդ բարձր կետին հասնելը թեթև հպարտություն ես ապրում։ Ասում ես մի հատ հայացքդ գցում ես ու լսում ես այդ դրոշակների ձայնը ու հանկարծ հասկանում ես։ Այս տղեկին բան պետք է ասվի, բայց ինչ։ Ուտեղ կծկվում ես, որտեղ այդ տղեկի արածի պատասխանը մենք հիմա չունենք։ Մենք ունենանք այն ժամանակ, երբ որ Շուշիում, ու ես հավատում եմ այդ օրվան, Արցախում արցախցիները հետ կգան, ու ես համոզված եմ, որ մի օր Շուշիում պարարում են Քոչարի, այդ ժամանակ կբարձրանանք եռաբլուր ու տղեկին կասեք, տղեկ, եղավ, արել ենք ու այդ ժամանակ այդ տղեկի գինը ավելի շատ կհասկանանք, քան հիմա, որտեղ ասելու բան չունենք։ Իսկ մեր ասալիքը սկսում է մեր վաղվա հաղթանակից, որտեղ դա մեր տղեկի պահանջն է, այդ իրանց երազանքն է, ու մենք իրավունք չունենք այդ տղեկի երազանքը կիսատ թողնելու։ Ցինիզմը նրան է հասել, պարոն Հարությունյան, որ երկրի վարչապետը ասում է հետևյալը, կարող է ցիտեմ մի բառ էս կոմենտում, բայց ընդհանուր միտքը ես կկարողանամ փոխանցեմ, ասում է այդ տղեկ ընկան, որ մենք այսօր ունենանք ապագա։ Ես այդենց ցինիկ արտահայտություն երբևիցե չի կարա դաժե պատկերացնել, որ կարա մի օր մեկը ասի։ Այսինքն ինչ է նշանակում, մենք Արցախը կորցրեցինք, որ ունենանք ապագա, ու ես ձեր հետ մի բան համաձայն եմ այս բառը, որ հենց այսօր մեր կողքից կարող է քայլող այդ նույն հերոսն է, ուղղակի ինքը չի բարձրաձայնում։ Ու մենք ասենց ոնց որ թե թողել ենք հոսանանք առաջ։ Փորձենք հասկանանք։ Լավ, ասեք։ Դպրոցի պահան եմ ուզում խոսեմ։ Կրթության գիտության նախարարին, այդ անձնավորությունը, ով նստած է այդ պաշտոնին, ինքը կամաց հրահանգներով իհարկե, կամաց քանդում է մեր կրթական համակարգը։ Հանեցին առաջինը, ես առաջին ահազանգը, որ տվեցի, ասեցի ժողովուրդ չի կարելի, այս ինչ է կատարում, դա առաքելական եկեղեցու պատմությունը հանելն էր։ Ես ասեցի, որ այս մարտիկ եկել են քանդեն մեր արժեքները։ Իրանք գլոբալիստներ են, գլոբալիստի համար արժեք կրող մարդ, ազգային գաղափարախոսություն կրող մարդը, այդ ոնց որ վիրուսի մեջը գցես անտիվիրուս։ Իրանց համար դա ահավոր է, ճճում են։ Գարեգին Նժդեի դերը նսեմացման փորձը։ Մաշտոցի նկարը հանելը թվայնականացումը։ Առաջին դասանի երեխան պետք է հասկանա, որ սմարթֆոն ունենա, խփի մաշտոցի դեմքը տեսնի։ Այ ինչու են տանում իրանք, լավ, սրա դեմը երբ ոնց առնենք։ Որտեվ մենք 1, 2, 3 ինչ որ բաներ արեցին, իրանք տեսան, որ անցավ մենք չելանք ոտքի, իրանք կամաց գնում են առաջ։ Առավել եւս դպրոցական երեխաների ծնողները առաջինը պիտի ոտի կանգնեն ու դուրս գան սրանց դեմ։ Ես այդ կնոջ էլ չեմ ուզում անդրադառնամ, որովհետև չեմ սիրում բերածոներին։ Հանածոներին սիրում եմ, իրանք հողի մեջ են։ Բերածոները դա արեստացին երևույթներ են, իսկ այդ տեսակին չեմ ուզում անդրադառնալ, որովհետև իմ ժամանակավա ես բազմից ես անդրադարձել եմ, ես էլ այդ տեսակին բան չունեմ ասելու։ Այսօր ինքը երբ որ մշակույթ գիտություն, այդ գիտության հերենայեք ոնց են ասել, մշակույթի մնացած լիքը բաներ, ես այդ մարդկանց մասին էլ ինչ ասեմ։ Տեսեք, պարոն Հարությունյան, կարելի է ասել, որ նյութականը այսօր ազգայինին հաղթում է։ Ասեմ ինչու։ Նու բերեցին դրան։ Ասեմ ինչու։ Տեսեք, երբ որ մենք խոսում ենք մեր գերիների մասին, որ չի կարելի լինել դու պետություն լինես, ազգ լինես, ունենաս գերի թուրքի մոտ ու կարողանաս խնջույք անես։ Այդ նույն ձեր ասած պարելը, ինչու վրա ես պարում դու։ Ինչու վրա ես պարում։ Հա, հասկացանք, ամեն ինչ հասկանալի է, բայց արժանապատվությունը մեր պահելը մենք պարտավոր ենք, ով ուզում ես ԿՊ եղնես, ով ուզում ես եղի։ Հայկական արժանապատվությունը այսօր գետնավարված է ու ով ասես վրայից անցնում դառնում է։ Հիմա մեկ հա։ Երբ որ միտինգներ անում գերվարվածների համար, հավաքվում են ընդամենը մի 1000 մարդ։ Երբ որ մայրերին քաշ են տալիս փողոցներում, գնում է սի պաշտպանություն 1000 մարդ է հավաքվում։ Բայց երբ որ մի հատ դրոն են հանում վերև,
իրար են սեղմում, թե մի հատ նայենք այդ դրոնը ոնց է թռնում վերև, տոնածառը ոնց է վառվում։ Արդյոք նյութականը մեզ չի խեղդի։ Արդյոք մենք իզուր չենք պայքարում, ասենց, ասեն ոնց թելը կորցրել ենք, այդ վադալասկեն քանդվե պրծել է, պարոն Հարությունյան։ Ուրեմն էսի իրեմ ասում, որ այս ծրագիրը աշխարհի կողմից գրված ծրագիր էր։ Լավ ինստիտուտ կա, որը գիտի ժողովրդի բթացման ծրագիրերը։ Այս ծրագիրը հանձնեցին սրանք, ու սրանք շատ ճիշտ աշխատելով գալիս են։ Բայց դրանց էլ է քիչ մնացել։ Շատ քիչ է մնացել, արժան հավատալ։ Ինչքան է ուզենան մեր ժողովրդին դնեն սպիտակ կռիսի տեղ ու իրանց վրա փորձեր անեն։ Մեր այդ սպիտակ երևույթները արտանալու են ու արդեն ժամանակն է։ Գալիս է մի օր, երբ որ մարդը հանգարցին իրան ճանաչում է։ Ես հիմա ոչ մի բան չեմ կարող առաջարկել, ես չկամ, իմ միակ առաջարկությունը այն է, կանգնենք ոտի ու բոլորով մի բան ուզենք։ Բոլորով մի բան ուզենք։ Որը ուզեցիք, այդ լինելու է։ Մենք դեռ առայժմ պետք է սովորենք միասին մի բան ուզել, ու հետո դրանից հետո պետք է հասկանանք ինչ ենք ուզում, նոր հետևը կլինի։ Եթե 26 թվականին հայը չարտնացավ, եթե 26 թվականին մեծամասնությունը չհասկացան, որ պասիվությունը դա դավաճանություն է, այսօր համարվում, որովհետև սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետության բնակչության 50-40%-ը իրանց համար անհետաքրքիր է ինչ է կատարվում քաղաքական դաշտում, անտարբերություն, իրանք չեն ուզում մասնակցել։ Եթե մարդիկ չմասնակցեն, չասեն ոչ թուրքական օրակարգին, չեմ ասում Նիկոլ Փաշինյանը իմ համար ընդամենը ձեր ասածի պես դերակատար է, որը անում է իր գործը։ Մենք պետք է չսևեռվենք Նիկոլ Փաշինյանի վրա, մենք պետք է սևեռվենք այն massային, որ իրան թողնում է այսօր վլաստի մնալու։ Եմ կարող կանխագուշակել, թե ինչ սրանցից ամենից սпасելի է, զուտ կանխագուշակություններ չանեմ, որտեղ ես դրա կողմնակիցը չեմ, եթե ինչ երևակայությունից կանել խոդի տամ, արանքում ընկած է հայրենիքը, իսկ հայրենիքից առաջ ընկած են այս դավաճանները։ Իսկ հայրենիք դավաճան եւ դա միանում է հայրենիք, դա դառնում է առևտուր։ Այսինքն մի բառով կարող ասեմ, եթե անցան բաբա Հայաստանի Հանրապետություն առավելևս հայի հայրենիք էլ չի լինի։ Սա իմ զուտ կարծիքն է, բայց մի քիչ լավատես լինենք, ու ես լավատես էլ լինելու եմ, ու այդպես էլ լինելու է, չեմ կարծում, որ 26-ին սրանք նորից կկայանան ու կլինեն։ Սրանք կարծում եմ ինչ-որ սերմեր կթողեն, բայց դավաճանի սերմեր, բայց սրանք միտեղ կփակվեն ու սերմերը իրանք իրանց վերջը կտան, որ էլ էս հողի վրա դավաճաններ չսնվեն։ Պարոն Հարությունյան, ես մի հատ խոսք ունեմ, որ իմ եթերների միշտ ասում եմ ու հավատում եմ դրան, մենք դատապարտված ենք հաղթելու։ Մենք իրավունք չունենք չհաղթել։ Այսինքն մենք ոչ էլ ասում ենք սա մեր վերջի կետն է, ոչ, սա պայքարի մի մաս է, որը տարվելու է։ Հնարավոր է, որ իրանք ինչ-որ վարչական ռեսուրսների կամ ինչ-որ նգարչության շնորհիվ մարդկանց չթողնելու ընտրությունների եւ այլն կարողանան ձևավորել այն ինչ որ իրանք ուզում են, բայց այդ որ այդ տոշկից է կարա սկսվի այդ ամեն ինչի քայքայումը, դա էլ է իմ համար փաստ, բայց ամեն դեպքում դրան չթողնելու, որբիսի փողոցներով չսկսվի այս ամեն ինչը, արդյոք այդ մի գրիչի հարվածը ամենաուժեղ զենքն է ասելու ոչ Նիկոլին ու տեղ կանելու դրան։ Այո, մի հատ այս փոքրիկ պտիչքեն, որ պետք է կարողանաս ճիշտ տեղ դնես ու տեր կանգնես դրան անպայման։ Դա ամենակարևորն է, որ ժամանակից շուտ եմ գնում դրա մասին ասում, որ հունիսի 7-ին յուրաքանչյուրս տեր կանգնենք մեր ընտրությանը։ Դա բոլորին եմ խնդրում, բոլորին։ Մի խոսքով մեզ դեռ առջևում լիքը փոքրիկ մեր ներսում պատերազմներ կան։ Պատերազմներ ես նկատի ունեմ ես նախընտրական տոհ-բոհի մեջ ծախվողներն են շատանալու, տրվողներն են շատանալու։ Իսկ լավ գիտեք ինչա կատարվում։ Այսօր առավոտյան ձերբակալումները, արդեն կալանավորումներ աղա, եթե կուսիչեք հայրենի կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանը, որը իմ մոտ հյուր էր մի քանի օր առաջ, բռնաճնշումները լինելու են, պարոն Հարությունյան։ Դա միանշանակ է։ Ես մարդկանց ձեռագիրն է, ուրիշ կերպ չի կարող։ Իմացեք, ով ընդրում է ընդդիմադիրների մեր ասած մարդկանց կամ ուժերին,
Դուք ընտրում եք խաղաղությունը, ոչ թե ընտրում եք պատերազմը, այլ ընտրում եք արժանապատիվ խաղաղությունը։ Դուք կունենաք մի իշխանություն, որը ոտքի վրա է կանելու, բանակը հզորացնելու է, իսկ հզոր բանակ ունենալը դա երաշխավորում է, ոչ պատերազմ։ Երաշխավորում է, որ դուք ապրես պարզ-ճակատ առանց պատերազմի։ Իսկ եթե դու անընդհատ գնում ես զիջումների տարբերակով, մեկը գալու է վերջը, Չերչիլը մի հատ լավ խոսք ուներ։ Ասում է մարդ, որը մուրում է, աղերսում է խաղաղություն, նա կստանա եւ պատերազմ, եւ խայտարակություն։ Ճիշտ է ասել Չերչիլը, պարոն Հարությունյան։ Հալա, Չերչիլին դրա համար ճիշտ ասեմ այն պատճառով, որ ժամանակին շատ էր սիրում հայկական կոնյակ։ Հա, պարոն Հարությունյան, հիմա դուք կարաք ձեր ուղերձը ամանորյա հանդես մեր ժողովրդին, հա։ Խաղաղության տարի լինի։ Թող լինի տարի, որտեղ Առաքելական եկեղեցին կհասկանա, որ ինքը իր հոտին չի կորցրել, ու հաստատ համոզված եմ, որ 26 թվին հայ առաքելական եկեղեցու խաչը ուրիշ ձև ենք տեսնելու, ուրիշ լույսի մեջ ենք տեսնելու, ես համոզված եմ, որ թեկուզ եւ մենք էլ ենք մարդ, բայց այնքան երջանիկ դերում, որ մենք մեր սխալները կարողանանք տեսնել ու կունենանք ետդարձի ճանապարհ։ Ես երջանիկ եմ, որ մենք չենք վառել մեր բոլոր ետդարձի ճանապարհները։ Չնայած կառավարության դեպքում կարող ենք եւ վառած լինել, կարող է մարդիկ լինեն չկարողանան հետ գալ, բայց ես համոզված եմ, մեր ազգը այնքան բարի է, որ մեկս մեկի ձեր տարով կփրկենք միմյանց։ Շնորհակալ եմ ձեր բոլորի գալիքն օտանին, ամենակարևորը երջանկություն ձեր օջախներին խաղաղություն, ու ամենակարևորը լինենք միասին իրար կողքի ու կուզենամ, որ 26 թվին մենք նույն բանը ուզենք, որի անունն է հաղթանակ ու առավել ևս պինդ ուժեղ պետություն։ Ու ես համոզված եմ, որ մենք դա ունենալու ենք։ Շնորհավոր ամանոր, շնորհավոր 2026 թվական։ Դե ինչ ժողովուրդ ջան, հարգելիներս, այս հաղորդումով ավարտում ենք մեր նաև 2025 թվականի վերջին հաղորդումը։ Ես ցանկանում եմ ձեզ նույնպես քաջ առողջություն, գիտակցություն, հայրենասիրություն, արժանապատվություն, չգիտեմ, այնքան կարամ երկար ասեմ այդ բառերը, որ մեզ այսօր պակասում են մեր հանրային դաշտում։ Ամեն դեպքում շնորհակալ եմ ձեզ, որ դուք մեր հետ եք, ովքեր բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեք, որ շատ կարևոր է հետևողական լինելու, որովհետեւ այս հաղորդաշարը ունենա իր ուղղնդիրը նույնպես, եւ հավանության սեղմեք հավանության կոճակը, եթե դուք հավանեցիք մեր այս ձևաչափը։ Շատ շնորհակալություն, միշտ նոր հանդիպում։ Եթե չեք հավանել, հավաքեք իմ հեռախոսահամարը 094 Շնորհակալություն։